Շնորհակալ եմ։ Բջջայինի նոստալգիկ զանգ երաժշտությունն առավոտից չի դադարում։ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը շնորհավորում եւ շնորհավորանքներ է ընդունում հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 94-րդ տարեդարձի առիթով։ Տոնը կոմունիստները նշում են համեստ։ Այսօր բաժակ չենք բարձրացնում, կենաց չենք խմում, կենացը խմում են այն մարդիկ, որոնց կոնյակն ուրիշն է բերել։ Ոչ մի քեֆային բան չի լինում, որովհետև մենք քեֆ կարենք այն ժամանակ, երբ կկրկնենք նոյեմբերը։ Քեֆ չեն անելու, սակայն օրն այնուամենայնիվ նշելու են, հարգելու են սոցիալիստական հեղափոխության գործում ներդրում ունեցած հայերի հիշատակը։ Այդ նպատակով Միասնիկյանի արձանի մոտ այսօր հավաքվել էին կոմունիստական գաղափարների տարեց եւ երիտասարդ կողմնակիցները։ Մենք կոմունիստներս միշտ էլ ձգտելու ենք սոցիալիզմի գաղափարները մեր հանրության մեջ նորից հրամայական դարձնելու։ 20-րդ դարի մեծագույն իրադարձությունն էր, որը փոխեց մարդկության պատմության ընթացքը, փոխեց նաև մարդկության մտածելակերպը։ Հեղափոխության մասին պատմում է Թովմասյանը, որի համար օրը եւս մեկ առիթ է հիշելու խորհրդային տարիները։ Չկա այդպիսի ընտանիք, որտեղ չասեն փառք սոցիալիզմի։ Դուք չեք գտնի մի ընտանիք, որտեղ ամեն օր չխոսվի սոցիալիզմի մասին։ Չեք կարող գտնել այդպիսի ընտանիք։ Ինչու՞։ Ոչ թե նրա համար, որ հիմա մենք, չգիտեմ, թափառած բերում ենք այդ գաղափարը, այլ նրա համար, որ մարդը կորցրել է այն, ինչ որ ունեցել է։ Իդեպ, կոմունիստական կուսակցությունները շարունակում են միավորման փորձերը։ Ներկայում հանձնաժողով ենք ստեղծել եւ բանակցում ենք համագործակցության շուրջ, ասում է Ռուբեն Թովմասյանը։ Արմեն Աթալյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։